Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է, որտեղ մասնակցել է միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է միջուկային էներգիան որպես էներգետիկ անվտանգության էական գործոն պահպանելու քաղաքականություն։ Այս մասին Փարիզում ընթացող միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովում իր ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ընդգծելով, որ պաշտոնական Երևանը միջուկային էներգետիկան դիտարկում է ոչ միայն որպես էլեկտրաէներգիայի կայուն աղբյուր, այլև որպես երկրի էներգետիկ համակարգի առանցքային բաղադրիչ։ Վարչապետը նշել է, որ համաշխարհային էներգիայի պահանջարկի աճն ու ցածր ածխածնային աղբյուրների նկատմամբ հետաքրքրության խորացումը նորից ուշադրության կենտրոն են բերել միջուկային էներգիայի մրցակցությունը։ 2024 թվականին Բրյուսելում անցկացված առաջին հաջող գագաթնաժողովից հետո վստահ ենք, որ Փարիզում անցկացվող այս երկրորդ գագաթնաժողովը կխթանի գործակցությունը այն երկրների միջև, որոնք ընտրել են զարգացնել քաղաքացիական միջուկային կարողությունները։ Այն նաև կնպաստի գործնական լուծումների առաջմղմանը, ածխաթթվային արտանետումների կրճատման եւ էներգետիկ ինքնիշխանության ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Այս նպատակները նաև համաշխարհային էներգիայի պահանջարկի աճը կրկին ուշադրության կենտրոն են բերել միջուկային էներգիայի մրցունակությունը։ Փաշինյանն իր ելույթում նաև հիշեցրել է, որ Հայաստանն այն առաջին երկրներից էր, որը լիովին աջակցել է COP28-ի շրջանակում ընդունված մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի արտադրությունը եռապատկելու հռչակագրին։ Նրա խոսքով այդ մոտեցումը բխում է Հայաստանի երկարաժամկետ ռազմավարությունից, ըստ որի ատոմային էներգիան պետք է պահպանվի որպես ազգային էներգետիկ անվտանգության հիմնասյուներից մեկը։ Ելույթում Փաշինյանն անդրադարձել է նաև գործող հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանը։ Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը նախաձեռնել է ծրագիր, որով նախատեսվում է հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործումը շարունակել մինչև 2036 թվականը, դա դիտարկելով որպես նոր միջուկային էներգետիկ համակարգի ուղղությամբ սահուն ու անվտանգ անցման հիմք։ Այսօր անվտանգության տեխնոլոգիաների առաջընթացի պայմաններում գործող միջուկային կայանների շահագործման ժամկետի երկարաձգումն ապահովում է ժամանակակից եւ ծախսարդյունավետ ուղի դեպի զուտ զրոյական արտանետումներ։ Այս համատեքստում Հայաստանը նախաձեռնել է ծրագիր հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու համար։ Փաշինյանը հստակեցրել է նաև Հայաստանի հաջորդ ռազմավարական քայլը, նշելով, որ որոշում է կայացվել շարժվել փոքր մոդելային ռեակտորների տեխնոլոգիայի կիրառման ուղղությամբ։ Նրա խոսքով այժմ ուսումնասիրվում են տարբեր տեխնոլոգիական լուծումներ եւ գնահատվում միջազգային գործընկերների առաջարկները, իսկ ընտրության հիմքում լինելու են հուսալիությունը, երկարաժամկետ կայունությունը, նաեւ միջուկային անվտանգության, պաշտպանվածության եւ չտարածման ամենաբարձր չափանիշները։